Բարի երկու արգելի հեռուստադիտող եթերում ռևոլյուցիան է։ Որակյալ պետություն ունենալու համար առաջին հերթին անհրաժեշտ է ունենալ որակյալ քաղաքական, տնտեսական եւ մտավորական էլիտա, որի բացակայության մասին խոսում են գրեթե բոլորը։ Բոլորը խոսում են նաեւ այն մասին, որ մեր խորքային խնդիրների հիմքը գտնվում է դպրոցում, որտեղ ձևավորվում է ապագա ուսանողը, պաշտոնյան եւ քաղաքական գործիչը։ Ինչ են մտածում այսօր այս մասին մարդիկ, ովքեր ամեն օր զբաղված են կրթության հարցերով, որքանով է մեր դպրոցը համապատասխանում ժամանակակից մարտահրավերներին եւ զարգացումներին։ Արդյոք լավ դպրոցը իսկապես լավ պետություն ունենալու երաշխիք է։ Այսօր այս եւ կրթության ոլորտի բազմաթիվ խնդիրների շուրջ մեր տաղավարում կզրուցենք Հայաստանի առաջին մասնավոր դպրոցներից մեկի Քվանտ վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանի հետ։ Ռոբերտ Վարդանյան ծնվել է 1950 թվականին։ 1968 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանին կից ֆիզիկա-մաթեմատիկական դպրոցը եւ ընդունվել Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ։ 1974-ից 76 թվականներին ծառայել է խորհրդային բանակում որպես դիվիզիոնի կապի հրամանատար։ 1981-ից 83 թվականներին սովորել է Լենինգրադի ԻՕՖ-ի անվան ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրայում, ակադեմիկոս Ժորես Ալֆյորովի լաբորատորիայում։ 1984 թվականից ֆիզմատ գիտությունների թեկնածու է։ Մինչև 2008 թվականը եղել է Երևանի պետական համալսարանի ավագ գիտաշխատող։ Ունի ավելի քան 50 գիտական աշխատանք եւ գյուտի հեղինակային վկայագիր։ Զբաղվել է արեգակնային էներգիայի կիսահաղորդչային փոխարկիչներով եւ կիսահաղորդչային պինդ լուծույթների ուսումնասիրությամբ։ Վերջին տարիներին զբաղվում է մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ այլ առարկաների դասավանդման ընթացքում համակարգչի կիրառման մեթոդիկայի հարցերով եւ հեղինակ է էլեկտրոնային ուսումնական 5 ձեռնարկների։ 2001 թվականից Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը աջակցող խորհրդի անդամ է։ Քվանտ վարժարանի հիմնադիրներից է եւ ստեղծման օրից տնօրենը։ Վարժարանի ակնառու նվաճումների համար պարգևատրվել է Երևանի պետական համալսարանի եւ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալներով։ 2006 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի կոչման։ 2010 թվականին արժանացել է Սթենֆորդի համալսարանի Ֆրեդերիկ Թերմանի անվան մրցանակի։ Հռոմի ֆունդամենտալ ֆիզիկայի միջերկրածովյան ինստիտուտի հիմնադիր անդամ է։ Բարի երկու, պարոն Վարդանյան, շատ շնորհակալ եմ, որ մեր հրավերն ընդունեցիք։ Պարոն Վարդանյան, փաստորեն առաջի դպրոցն է Քվանտ վարժարանը, ոչ պետական, այսպես ասած, դպրոցների շարքում։ Նախ ուզում եմ հասնել, որքանով է կայացած այսօր մեզանում այդ մասնավոր դպրոց, ոչ պետական դպրոց երևույթը, որովհետև այս վերջին տարիներին ավելի սկսել են շատանալ, բայց դեռևս ես նաև կրթության նախարարությունից այսպես տվյալներ վերցրեցի եւ ոչ պետական դպրոցների ցուցանիշներում վարկանիշային սանդղակում Քվանտ վարժարանը առաջին տեղում է, առաջատարն է, արդեն քանի տարի շարունակ։ Շնորհակալություն հրավերին Մարսաթիկ ջան։ Քվանտը իրոք առաջի ոչ պետական դպրոցն է։ Կայացման հետ կապված պետք է ասեմ, որ մեր երկրում արդեն ոչ պետական դպրոցները կայացել են, ցավոք նրանց թիվը մեծ չի, տոկոսային հարաբերությամբ մեր աշակերտների մոտ 1.5%-ն են այսօր հաճախում ոչ պետական դպրոցներ, դա կարող է լինել մինչև 10% մեր երկրի համար։ Վարկանիշի հետ կապված մենք միայն այս տարի ենք համարվել ոչ պետական դպրոցների մեջ առաջինը։ Դա էլ ասեմ, համեմատական խնդիր է, մենք այս տարի կարող ենք լինել առաջինը, հաջորդ տարի երրորդը, չորրորդը, չափանիշները այդպես շատ խիստ չեն, դու կարող ես ինչ-որ մի ոլորտում խնդիր ունենաս, դպրոցի ես նկատի ունեմ եւ բավական հետ ես, բայց ինքը արդեն որ մեր երկիրը նման վարկանիշավորում է սկսել անցկացնել այդ գործընթացը սկսված է, դա արդեն ես գնահատում եմ խիստ դրական քայլ, որտեվ եթե հիշում եք վարկանիշավորման հետ կապված էլի սկսեցին քննադատել։ Իդեպ ասեմ, ես դուրս չի գալիս մի բան, հանրակրթության ոլորտում ցանկացած քայլ հատկապես լրատվական միջոցների կողմից այսպես միշտ ուշադրության կենտրոնում է եւ հաճախ լինում են դեպքեր, երբ ոչ
այսպես պրոֆեսիոնալ լրագրողը սկսում է քննադատել ինչ են վարկանիշավորում, ինչ են անում, վայ այս դպրոցի հետ ընկավ, նա պետք է լիներ առաջինը եւ այլ եւ այլ։ Դրանք իհարկե հնարավոր մանր թերություններ են, բայց գլոբալ քաղաքականությունը վեկտորը ճիշտ է, այնպես որ ես գտնում եմ, որ վարկանիշավորում հետ էլ կապված գործընթացը կկատարելագործվի, ծանոթ եմ, մոտեցեմ ծանոթ, բավական ճշտում անենք, մինչև ասում եք, որ քիչ տոկոս է կազմում, հա, հաճախելության իմաստով, ոչ պետական դպրոցների թիվը փոքր է, շատ քիչ է։ Մեր ընդհանուր աշակերտների թվի միջին մասն է հաճախում ոչ պետական դպրոցներ։ Մեր երկրի համար դա կարող է լինել մի 5-10 անգամ ավելի շատ։ Բայց չեք կարծում, որ ասենք իհարկե պահանջարկ կառաջանար, ավելի շատ պահանջարկ կլիներ եւ դպրոցները միգուցե ընդլայնվեին, եղածները ավելի մեծանային կամ նոր դպրոցներ առաջանային եւ կապ ունի տվյալ դեպքում նաեւ վարձավճարը, որովհետև օրինակ դպրոցներ կան մասնավոր, որ գրեթե բուհին հավասար վարձավճար ունեն տարեկան, ավել նույնիսկ բուհից բուհական կարծում այսօրվա, հա։ Ուրեմն, որ դպրոցի ուսման վարձը կարող է բուհին հավասար կամ ավելի լինել, դա աշխարհում նորմալ է համարվում, ինչ վերաբերվում է նրանց թվին, իրոք թիվը շատ չէ, ես ասացի, կարող է շատ ավելի լինել, որով նաև կկարգավորվեր վարձավճարները։ Այսինքն դաշտը, եթե դաշտում լինեին շատ դպրոցներ, բնական է վարձավճարները կլինեին բավականին ցածր, մատչելի։ Վերջնաշով արդեն շուկան կորոշեր, թե ինչ անել, ինչ չանել։ Դա աշխատում է այսօր էլ կա։ Որոնք են այսօրվա խնդիրները ոչ պետական դպրոցների, որի հետ անդադ առնչվում են, որտեղ դուք կարող եք ասել ձեր փորձով, կարողացել եք այսօր հասնել լավ արդյունքների, ձեր շրջանավարտները կամ ձեր դպրոց աշակերտները բազմաթիվ օլիմպիադաներում հիմնական հաղթող են լինում, հաղթող են ճանաչվում, որտեղ դրանք էլ կարևոր ցուցանիշներ են, ընդունվում են լավագույն բուհեր աշխարհի եւ այլն։ Որոնք են այսօր խնդիրները, որոնց հետ առնչվում եք հայաստանյան պայմաններում եւ ցանկալի է փոփոխությունների ենթարկվեն։ Առաջինը հետեւյալն է։ Գոյություն ունեցող ոչ պետական դպրոցների համար մեկ խնդիրը դա շենքային պայմաններն են։ Տեսեք, մեր պարագայում պետությունը շատ լուրջ քայլեր է կատարել։ Նա վարժանին տվել է, տրամադրել է շենք, որը իհարկե շատ վատ վիճակում էր, նվիրաբերել է, մենք չի նվիրաբերել է, որը նշանակում է, որ այդ շենքը մենք միայն կարող ենք օգտագործել կրթական նպատակներով, դա ոչ կարող ենք վաճառել, ոչ մեկ ուրիշ նպատակով կարող ենք օգտագործել, այդ առումով դա բանը շատ այսպես լուրջ քայլ է, միաժամանակ մի կրակոցով երկու նապաստակ է խփվել, շենքը, որը ենթակա էր քայքայման, մենք արդեն հիմնավերանորոգել ենք սեյսմիկ ամրացրել, երկրորդ, այդ շենքը արդեն սկսել է ծառայել հանրակրթության նպատակներով, այնտեղ արդեն զգալի թվով աշակերտներ են սովորում։ Լավ կլիներ, որ այդ քաղաքականությունը շարունակվեր նաև մյուս դպրոցների համար։ Այստեղ մի նրբություն կա, եւ դժվար է ասել նախարարությունը ճիշտ է թե սխալ։ Նախարարությունը մոտեցումը հետեւյալն է. դուք ցույց տվեք, որ ձեր դպրոցը արժանի է, հետո մենք կսկսենք օգնել, ասենք շենքի շինության հետ կապված։ Կամ մյուս տարբերակը, որ սկզբից օգնեք, հետո տեսեք, թե ով ինչ կլինի։ Այսինքն տան նաև բանը նոր բացվող դեռ չկայացած դպրոցներին։ Նո վախենում եմ ասել ճիշտ է թե սխալ, բայց բանը ներկամոտեցում հետևյալն է։ Եթե դպրոցը մի 5 տարի գործել է եւ ունի դրա ցույց է տվել դրական արդյունքներ, արդեն բանը կառավարության նախարարության մոտեցումները ուրիշ են։ Այստեղ նորից եմ կրկնում, խնդիրը հետևյալն է, նորբ է։ Միգուցե նոր բացված դպրոցներին էլ օգնեն, հետո կկայանան, չեն կայանա, հեշտ է նրանց լիցենզիան վերցնել եւ դադարեցնել գործունեությունը։ Հա, իդեպս այս իմաստով ոչ պետականները ավելի դժվար իրավիճակում են, որովհետեւ կարող է պետությունը ցանկացած պահի զրկել լիցենզիայից, բայց պետականները ոչ, արտոնյալ վիճակում են, կապ չունի ցուցանիշը լավն է, վատն է, որակ կա թե չկա։ Հա, դուք ճիշտ եք, իրականում այդպես է։ Պետական դպրոցներն էլ են լիցենզավորում մեր մոտ, բայց հասկանում եք, որովհետեւ պետական դպրոց լիցենզիայից զրկելը դա քաղաքական մեծ աղմուկ կբարձրացնի եւ լրագրողների համար բավականին մեծ նյութ կլինի։
Իսկ պետականների, ոչ պետականների դեպքում ավելի խիստ են, դեպքեր կան, ոչ պետականներին որոշակի չափանիշների չբավարարելու կամ վարդացումներ ցույց տալու դեպքում առանց աղմուկի, առանց որևէ բանի կարող են զրկել եւ այդպիսի դեպքեր շատ են լինում, դիտողություն են անում, նկատողություն որ կզրկենք, եթե ուղղվում են շատ բարի, եթե չէ։ Ավելի կառավարելի են եւ ավելի պետական այդ առումով։ Ներողություն, Սաթիկ ջան, բանը նա է, որ մեր երկրում ծրագրերը նույնն են, բոլոր հանրակրթական դպրոցները մեր պետք է նույն ծրագրով, պետական ծրագրով, մենք նույն պետական ծրագիրն ենք կատարում, որևէ բանով չենք տարբերվում, իրավունք չունենք ուրիշ ծրագրերով աշխատել, այսինքն այդ առումով պետական դասագրքերն էլ են նույնը։ Պարտադիր է, եւ դա ճիշտ է, Հայաստանի պես փոքր երկրի համար մեր երկիրը չի կարող թույլ տալ, որ փորձարկեն այս տիպի դպրոց, այն տիպի դպրոց։ Դրա համար ես գտնում եմ, որ դա ճիշտ է։ Տարբերությունը միայն բանն է, շենք շինություն եւ այդ ֆինանսատնտեսական գործունեություն։ Բայց կներեք, հիմա ինձ կարող եք բացատրել այդ դեպքում տարբերությունը, որակական բավական տարբերություններ կան հիմա, նույն ձեր դպրոցը լինի, Շիրակացին լինի, հա, Ֆիզմատ դպրոցը լինի, որակական կրթության որակի տարբերություն կա, ինչով է դա պայմանավորված, եթե նույն ծրագիրն է պետական, նույն դասագրքերն են, ինչն է տարբերությունը, առավելությունը որն է, կամ հակառակ կողմից նաև մոտենանք, այդ դեպքում ինչի համար են վճարում, այդքան, հա, այդքան, եթե պետական դպրոցը։ Ես փորձեմ առաջի հարցին պատասխանել, որն է տարբերությունը, ես ճիշտ հասկացա բանը մեր դպրոցների, ոչ պետական դպրոցների եւ պետական դպրոցների միջև։ Ուրեմն բան, եկեք այսպես ասեմ, կան եւ լավ արդյունքներ ցույց տվող ոչ պետական դպրոցներ եւ կան լավ արդյունքներ ցույց տվող պետական դպրոցներ։ Ես հիմա խոսեմ բանը գլոբալ առումով պետական եւ ոչ պետականի տարբերությունը։ Պետական դպրոցում լավ թե վատ աշխատեն, էական տարբերություն չկա։ Ուսուցիչը դասը վարի, չվարի, նա իր աշխատավարձը միևնույն է ստանալու է։ Մեր մոտ ասենք ժամավճար է։ Եթե նա վատ ցուցանիշներ է տալիս ուսուցիչը, ուրեմն խնդիրներ ունի։ Եթե տնօրենը դպրոցի ընդհանուր առմամբ վատ է աշխատում, աշակերտներ չենք ունենա, տնօրենի գործերը աշխատավարձը կպակասի, վերջնաշով դպրոցը կփակվի։ Այստեղ զուտ կազմակերպչական խնդիր է։ Մենք ստիպված տնտեսական այնպիսի մեխանիզմներ ենք օգտագործում, որ ուսուցիչները շահագրգռված լինեն, մոտիվացված լինեն աշխատելու, նույնը ասենք ցանկացած օղակ ադմինիստրատիվ եւ այլ մինչեւ տնօրեն բնական է։ Հա, իսկ այնտեղ բան չկա, միևնույն է, գան, չգան, անեն, չանեն։ Պետական դպրոցների պարագայում շատ լավ դպրոցներ կան, լավ տնօրեններ կան, որոնք փորձում են ամեն ինչ անել, բայց միշտ չի որ դա կարող է աշխատել։ Եթե տնօրենը չունի լծակ, տնտեսական, ֆինանսական լծակ, նրան դժվար է կառավարել։ Եթե պետական դպրոցներում կարողանան թույլատրել նման մոտեցումներ, կառավարման դպրոցի տնօրենը հնարավորություն ունենա մեկին շատ, մեկին քիչ վճարել, տարբերություն չի լինի դեպքում պետական ոչ պետական դպրոցների միջև։ Իսկ չեք կարծում դա նաև մեր ինչ-որ իմաստով խորհրդային տարիների մոտեցումից է, որ այն ինչը որ պետական է, թիմը չէ, այսինքն կարող է մսխել, կարող են վատնել, հա, օրինակ ասենք ոչ խնայողաբար վերաբերվել, որովհետև օրինակ պետական դպրոցներ կան, որոնք հանրակրթական դպրոցներ, որ ասենք նույնիսկ ինչ-որ ծանոթի կնոջ, դստեր, կապ չունիր, կրթական որակը կարող է որպես մանկավարժ աշխատել թե չէ, վերում տեղավորում են այնքան որ մի հաստիկ զբաղեցնի տանից դուրս գա, այսպես ասած, հա, որովհետև գումարը իրանք չեն տալիս, որովհետև իրանք դրա համար ոչ մի ձգտում չունեն, պետությունը մեկա տալիս է այդ գումարները, ինչի ջանք թափեն, ինչի, հա, որակյալ մասնագետներ գրավեն։ Ցավոք, դա այդպես է ընդհանուր առմամբ։ Ես ասացի շատ դպրոցներ կան, որ այդպես չի եւ տնօրեններ գիտեմ հրաշալի։ Բայց դա միայն բան է։ Հա, օրինակ Ֆիզմատը եւ Շիրակացին ոչ պետական է, ներողություն, պետական դպրոցներ։ Ես ասեմ, բայց որակյալ դպրոցներ են, հա։ Ուրեմն, եթե նայենք, այդ դպրոցներում դպրոցները ազատության ավելի մեծ աշխարհ ունեն։ Տնօրենները ազատության ավելի մեծ աշխարհ ունեն։ Ես առաջի միտքը ավարտեմ, այդ վերաբերումունքը խորհրդային ժամանակներից եկած ցավոք պահպանվել է ցանկացած բանը, մնացած բոլոր ոլորտներում դպրոցի չի, մենք անդադ կենտրոնանում ենք դպրոցի վրա։ Ասենք մենք հիմա շինարարներ ունենք,
բանվորներ, որոնք աշխատում են մեր դպրոցի վերակառուցման վրա, նույն մոտեցումն է։ Ասում ենք, սա մասնավոր դպրոց է, միևնույն է, եթե դրան գալիս են շինարարություն եւ այսպես հիմնարկություն է, նույն մոտեցումն է։ Եթե այս տանը մեր տանը այդ գործերը անեն, մի քիչ նրանք ուրիշ մոտեցում են ունենալ։ Դա է ամբողջը։ Որտեւ իրենց գրպանից են վճարելու, այդ դեպքում հա, զուշ է։ Հիմա բանը դպրոցների, պետական դպրոցների հետ կապված լծակներից բացի, այդպիսի, ասենք, տնտեսական լծակներից բացի, պետական դպրոցի տնօրենը նաև ուրիշ խնդիրներ ունի։ Ընդհանուր առմամբ պետական դպրոցները պաշտպանված չեն, ուսուցիչը պետական դպրոցի պաշտպանված չի։ Տեսեք, որ օրենքով դպրոցից աշակերտին մեկ այլ դպրոց տեղափոխել կարելի է միայն ոչ պետական դպրոցից։ Պետական դպրոցը կամ դպրոցի ուսուցիչը ոչ մի կերպ չի կարող հասնել նրան, որ այն աշակերտը, որը իրեն, ասենք, վիրավորում է, հեգնում է, հետո չգիտեմ ինչ ասես, ուսուցչին նկուլ պետք է տա, որտեղ օրենքով չի կարելի դպրոցից աշակերտին հանել։ Մեկ ուրիշ հեռացնել, մեկ ուրիշ դպրոց ուղարկել։ Նոմեր մոտ ձևակերպված է, որ կարող է պայմանագիրը խզել եւ տեղափոխել ուրիշ դպրոց։ Պետական դպրոցում այդ չկա։ Պետական դպրոցը լծակներ չունի։ Ինչ է պետք անել դրա համար։ Շարունակեմ, հենց հիմա ասենք մեր ավագ դպրոցներին մենք սկսել ենք շատ փնովել։ Մեր ավագ դպրոցները շատ վատ են, այս չունեն, այն չունեն, այն չունեն։ Իմ կարծիքով, երբ ես խոսում եմ, ես հետևյալն եմ ասում։ Ընդհանուր առմամբ մեր հանրակրթական դպրոցները միջինում ավելի շատ են տալիս մեր հասարակությանը, քան ստանում են բոլոր առումներով։ Եվ բարոյական առումով, ասենք, ուսուցչի նկատման վերաբերմունքը եւ ֆինանսական տնտեսական հարցերում շատ ավելի քիչ են ստանում, քան նրանք տալիս են, որտեղ միայն այն բանը, որ նույնիսկ եթե երեխան դպրոցում գիտելիքներ քիչ է ստանում, քիչ է բերում կամ չի կարողանում այդ գիտելիքներով ընդունվել, նա բավականին մեծ ժամանակ է անցկացնում դպրոցում, կտրվում է, ասենք, տարբեր միջավայրերից, վատ միջավայրից նկատի ունեմ, լուրջ, ասենք, գոնե մտնում է ավելի լավ միջավայր կրթական ոլորտ, ականջի պոչում ինչ-որ բաներ է լսում, որը չի կորում, դա հետո որակական փոփոխություններ է բերում։ Իսկ ստացածը դպրոցի շատ ավելի քիչ է, քան, ասենք, մյուս ոլորտներում։ Չեմ ուզում ոլորտներ թվել, այնպես որ մենք պետք է շնորհակալ լինենք մեր բոլոր դպրոցներից, թե պետական, թե ոչ պետական, որ կան եւ այսպիսի մակարդակ են ապահովում։ Իհարկե, ես ընդհանուր առմամբ դժգոհ եմ մակարդակից, որտեղ շատ ավելին կարելի էր անել այս պայմաններում։ Ես արդեն ասացի, եթե լինեին համապատասխան լծակներ եւ մոտեցումներ, ասենք, փոխվեին։ Տեսեք, ավագ դպրոցի մասին խոսեցի, ինչ անի, ասենք, պետական կամ ոչ պետական դպրոցի, ավագ դպրոցի տնօրենը երեխային ինչպես տիպի սովորել մի քանի առարկա, որը պետության պահանջն է, եթե երեխան եւ ծնողը չեն ուզում սովորել, միասին նրանք ասում են, իմ երեխային պետք է միայն մեկ կամ երկու առարկա բունտումելու համար։ Այս իրելիս պետք է ախր հայոց լեզվի քննությունն էլ հանձնի պետական ավարտական ատեստատ ստանալու համար, այս են առարկաներն էլ պետք է հանձնի, որպեսզի ատեստատ ստանա։ Չէ, ինձ միայն մի բան է հետաքրքրում, դա գլոբալ խնդիր է։ Ինչ անի այն դպրոցի տնօրենը, երբ արդեն 11-րդ դասարանում աշակերտը քննությունները հանձնել է եւ ընդունվել է ամերիկյան համալսարան։ Արդեն գիտի, որ ընդունված է աշակերտը։ Նրան դպրոցում էլ ոչինչ չի հետաքրքրում, ոչ էլ ուզում է դասի գալ։ Նու ստիպված մեկ գալիս է, քանի դեռ այդ բացակայության ժամերը չեն լրացվել, դե բնական է նա միշտերին էլ խանգարել է։ Կամ խնդիրներ, որոնք դպրոցի Ինչ է պետք անել, օրինակ, որպեսզի ուսուցիչը պաշտպանված լինի, որպեսզի կարողանան այս կազմակերպչական խնդիրները լուծեն, ինչ է պետք անել, ինչ է ակնկալում, օրինակ, նախարարությունից, ինչ քայլեր պետք է։ Առաջինը նախարարությունը ազատության ավելի մեծ աշխարհ եւ մեծ հնարավորություններ թողնի պետական դպրոցներին։ Այն ինչ որ ունեն ոչ պետական դպրոցները, որպեսզի վատ վարքի տեր երեխաներին կարողանան տեղափոխել ուրիշ դպրոցներ։ Մեկ արդեն նախարարությունում խոսում են, կարծում եմ նաև քննությունների հետ կապված փոփոխություններ կարվեն, որը կբերի նրան ամենայն հավանականությամբ, որ երեխաները միայն քննական 1-2 առարկան չեն
պատրաստվի, չեն սովորի, ուշադրություն կդարձնեն նաև մյուս առարկաների վրա։ Նու նախարարությունը հավանաբար կքչացնի ավագ դպրոցում առարկաների թիվը, այսօր աշակերտները ուսումնասիրում են ավագ դպրոցում 10-ից ավելի առարկաներ, 10-14 առարկաներ։ Պարոն Վարդանյան, դրսում օրինակ ինչպես է այդ մեխանիզմները, ինչպես են կարգավորիչ մեխանիզմները գործում, եթե օրինակ երիտասարդը ինչ-որ, ասենք ոնց որ այստեղ ինչ-որ մեկի տղան կարող է իրեն թույլ տալ շատ լկտի կերպով խոսել ուսուցչի հետ կամ դպրոցի տնօրինության հետ, ինչ են անում, ինչպես են վարվում։ Ես ասեմ, ես չեմ կարող շատ երկրների մասին խոսել, որոշակի ինֆորմացիա ունեմ, ասենք որոշ դպրոցների մասին, եւ պետք է ասեմ ավելի լավ չի, քան մեր մոտ վիճակը։ Այնտեղ ասենք, եթե դպրոցի ծնողը հովանավորում է եւ այլ դպրոցին ընդհանրապես վիճակը ավելի խայտառակ է այդ առումով։ Բայց մեզ պետք չի համեմատել մյուս երկրների հետ, այդ երկրները հարուստ են, զարգացած, կայացած, նրանք խնդիրներ չունեն։ Մեր երկրի համար դա շատ ավելի կարևոր է, մեր համար մեկ կապիտալը, իմ կարծիքով ոչ միայն, այսինքն բոլորն են ասում, դա մեր Ես նկատի ունեմ միգուցե միջազգային կառույցների պահանջ է դա, որ մարդու իրավունքներ պետք է հարգել եւ այլն։ Դե իհարկե, օրենքը գրելիս այդ ամեն ինչը հաշվի առնվել։ Այդ ամեն ինչը հաշվի առնվել։ Դպրոցները ովքեր դրսի դպրոցներում նորից եմ կրկնում, նու կոնկրետ ամերիկյան դպրոցները լավ գիտեմ, այնտեղ լուրջ խնդիր չի դրվում եւ նաեւ ծնողի կողմից, որ երեխան շատ լավ կրթություն պետք է ստանա։ Երկիրը հարուստ է եւ երեխան եթե նույնիսկ վատ կրթություն էլ ստացավ, միևնույն է, նա ստամոքսի խնդիրը միշտ լուծելու է, այդ հարուստ երկիրը նա սոված չի մնա երբեք։ Մեր մոտ վերաբերմունքը ուրիշ է, դպրոցների նկատմամբ պահանջը ավելի մեծ է։ Ծնողները ավելի մեծ ակնկալիքներ ունեն մեր դպրոցներից, որ երեխաները պետք է լավ սովորեն եւ հետո ինչ-ինչ նպատակներ, խնդիրներ կարող են լուծել։ Պլյուս այն ինչին որ ծնողները չեն հասել, այդ բեռը դնում են երեխաների ուսերին եւ ամեն ինչ անում են։ Դա շատ լավ է։ Բայց սխալների մասին ես խոսեցի, որ ուզում եմ միայն բու ընդունվել, 1-2 առարկա պարապելով եւ այլն։ Բարի սաթիթան։ Բայց օրինակ, երբ որ ասում եք ազատություն պետք է տրվի դպրոցներին, չեք կարծում, որ այդ տեղից արդեն օրինակ բազմաթիվ դպրոցներ կան, ինչ ասեք անում են, նույնիսկ այս պայմաններում, հիմա ազատություն տրվի, չգիտեմ ինչպես կվերաբերվեն, էլի իրենց կամայական որոշումներով, ինչ տեղի կունենա։ Ինչ որ իմաստով այդ ազատությունները պետք է նաև շատ խիստ պայմաններ ունենան, որ ցանկացած տնօրեն որոշի, ասենք, կամայական կարա այս դպրոցի ուսուցչին հանի, որովհետև, չգիտեմ, դուք ձեր հարցի պատասխանը արդեն տվեցիք, ասենք, եթե տնօրենին ֆինանսական գործունեության ազատություն տրվեց մեծ, նա լավ ուսուցչին խրախուսում է, վատին կարողանում է ֆինանսապես պատժել, իհարկե այդ վտանգը կա, եւ շատ երկրներ այդ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար պետական դպրոցներում, եթե ասենք լրացուցիչ գումարներ են գալիս, արգելված է որպես աշխատավարձ տալ։ Ասենք ամերիկյան դպրոցը կարող է միլիոններ ստանալ բարերարներից, բայց այդ գումարները նա իրավունք չունի ուղղելու աշխատավարձի ֆոնդ, շենք, շինության եւ այլ։ Այդ ռիսկերը կան եւ ասենք այդ պատճառով շատ երկրներ գնում են այն ճանապարհով, որ մեծացնում են ոչ պետական դպրոցների թիվը։ Այդ դեպքում ոչ պետական դպրոցի ինքն է որոշում։ Հիմա ինչ ուզում է անի իր ֆինանսական միջոցները, ինչպես ուզում է տնօրինել, վատ տնօրինեց, ուրեմն կքայքայվի, կփակվի։ Լավ տնօրինեց, ուրեմն կաճի կզարգանա։ Այդ կոռուպցիոն ռիսկների պատճառով է, որ շատ երկրներ թույլ չեն տալիս պետական դպրոցներում լրացուցիչ գումարներ ներդնել աշխատավարձի ֆոնդի մեջ։ Ավելին է ասեմ, նույնիսկ մի հատ երևի պետք է ամբողջությամբ, այսպես ինչ որ իմաստով գույքագրում արվի, թե այդ հանրակրթական դպրոցների տնօրենների մեծ մասը ընդհանրապես ի վիճակի են, կարող են իրենց կրթությամբ, իրենց տվյալներով մանխարժական ի վիճակի են ընդհանրապես տնօրեն աշխատել, որտեղ շատ հաճախ այստեղ խնդիր է առաջանում, ուսուցիչը շատ ավելի գրագետ եւ պատրաստված է, քան տնօրենը, որը այսպիսի խնդիրներ ունի։ Ձեր առանձնահամաձայն չեմ, որտեղ արդեն քանի տարի է մեր մոտ այդ խնդիրը լուծված է,
բոլոր տնօրենները համտասխան վերապատրաստում են անցնում, համտասխան քննություն են հանձնում, որից հետո նշանավորում են տնօրեն։ Գոնե տեսական մակարդակով դպրոցներ կան, օրինակ կենտրոնում նույն Երևանի կենտրոնում, որ տնօրենը, որ պիտի թոշակի գնա, իր դստերն է պատրաստում, ինչ այսպես բերում, որպեսզի տնօրեն է դարձնում եւ այլն, այսինքն այս դեպքերն էլ կան, ժառանգական փոխանցում են ինչ որ։ Ես դրա մեջ անկեղծ ասած վատ բան չեմ տեսնում, եթե դուստրը իրոք կարողանում է այդ բարիերները հաղթարել, քննություններ անցնել, պատրաստվել, թող գա։ Այդ դեպքում այն խնդիրը, որ ասում եք, տեսեք, այսօր ինչ խնդրեմ կա, դպրոցում չկա տեր, պետք է տիրոջ զգացողություն ունեցող մի խումբ լինի, մի քանի հոգի լինեն, որ հասկանան, եթե վատ եղավ, իրենք էլ խնդրեմ են ունենալու։ Պետական դպրոցում մարդիկ կան, որ իրենց տեր են զգում, գործի տեր են զգում եւ հասկանում են, որ գործը վատ եղավ, իրենց գործերն էլ վատ, այդ եմ ասում։ Ձեզ մոտ ինչպես է օրինակ տնօրենը միանձնյա է որոշումներ կայացնում, կարող է թե խորհուրդ կա։ Չէ, խորհուրդ կա, ունենք գիտամարժական խորհուրդ, ունենք ֆինանսական խորհուրդ, ամեն ինչ որոշում է կոլեգիալ։ Իհարկե, մեր ծնողական համայնքի մասնակցությունը ինչ որքան է։ Ծնողական ժողովներ պարտադիր արվում են, ուրեմն արվում են տարեկան, ուրեմն կամ պարտադիր ծնողական ժողովներ, կիսամյակային քննություններից հետո կարգ է մշակված։ Մեր մոտ ամեն ինչ բանը կանոնակարգված է։ Ես չեմ ասում, որ դա լավագույն կարգ ու կանոնն է մեր մոտ, բայց այն ինչ որ կանոնակարգված է, այն կարգ ու կանոնը, որ մենք մշակել ենք, դա պահպանվում է միշտ։ Երբեք ասենք, որ մեկը չի խախտում։ Դա արդեն շատ լավ է։ Ծնողներն են ակտիվ մասնակցում կառավարմանը, աշակերտական խորհուրդն էլ։ Բացի դա հարցումներ են կատարվում մշտապես։ Եվ աշակերտների շրջանում մենք հենց առաջի տարիներից սկսած այդ գործընթացին մեծ ուշադրություն ենք դարձնում եւ ծնողական խորհրդի հետ էլ ակտիվ համագործակցում ենք, նրանք են վերջին հաշվով վճարող է։ Պարոն Վարդանյան, ուզում եմ հարցնել նաեւ այդ միջազգային բակալավրիատի մասին, փաստորեն առաջին դպրոցն էր Հայաստանում, ոչ պետական դպրոցներից, որ միացավ այդ International բակալավրիատ ծրագրին, այսինքն միջազգային կրթական համակարգերին, այսպես ասած, ինտեգրվեց։ Եվ այսօր արդեն Հայաստանում Քվանտը եւ Դիլիջանի դպրոցը միայն ունեն, չէ, եւ Շիրակացին ունեն ավագ դպրոց, Շիրակացին պարզապես արդեն ունի եւ տարական եւ միջինը, հա։ Սա համարվում է բավական լուրջ առավելություն եւ նաեւ եւ ծնողներն են հետաքրքրվում արդեն, որովհետեւ ինքը International բակալավրիատն ունի իր առավելությունները։ Դուք որպես տնօրեն ինչպես եք գնահատում, բացի այն, որ այդտեղ սովորող ձեր դպրոցն ավարտող, ավագ դպրոցն ավարտող երեխան արդեն ի տարբերություն մյուս դպրոցների կարող է աշխարհի բազմաթիվ բուհեր առանց լրացուցիչ քննություններ հանձնել ու ընդունվել, այլ ինչ առավելություններ է տալիս այս համակարգը։ Եթե դեմ չեք, ես միջազգային բակալավրիատի դպրոցի մասին մի փոքր այսպես ինֆորմացիա տամ եւ համեմատեմ մեր այն ես որ ասում եմ մեր ավագ դպրոցը խնդիրներ ունի քննություններ դրա հետ, հետո դուք հիշեցնեք, ես ձեր հարցին պատասխանեմ, շատ հարմար պահ է։ Տեսեք, ես ասում եի, որ մեր ավագ դպրոցում երեխան 1-2 առարկա է ուզում սովորել, ավել չի ուզում։ Միջազգային բակալավրիատի դպրոցը ինձ հատկապես դուր է գալիս իր կազմակերպչական կողմով։ Երբ մենք ասում ենք հանրակրթական ծրագիր, հանրակրթական կամ կրթական ծրագիր, կրթական ծրագրի տակ մենք հասկանում ենք առարկայական ծրագրերը, այդ բովանդակություն եւ այլ, ուսումնական պլանները եւ ուսումնական գործընթացի կազմակերպման ձևերն ու մեթոդները։ Ուրեմն բակալավրիատը բնական է միայն բնական է, որ առարկայական ծրագրերի հետ կապված այսպես լուրջ փոփոխություններ չեն կարող լինել, իդեպ այդ ծրագրերը աշխարհում անդադ փոփոխվում են, հատկապես ինֆորմատիկայի հետ կապված, մաթեմատիկան, ֆիզիկան, բնագիտական առարկաները եւ մեր ծրագրերում եւ այնտեղ ամեն ինչ նույնը մոտ պետք է լինեն որոշակի տարբերություններով։ Այնպես որ այդ մասով առարկայական ծրագրերի մասով էական տարբերություն չկա։ Կան տարբերություններ որոշակի։ Լուրջ տարբերություն կա կազմակերպչական առումով։ Այնտեղ կոնկրետ խոսում եմ միջազգային բակալավրիատի դիպլոմա ծրագրի մասին, երկամյա ծրագիրը մեր 11-12-րդ դասարանի աշակերտների համար։ Բակալավրիատի դիպլոմա ծրագրի սովորողը հենց առաջի տարվանից սկսում է լուրջ ուշադրություն դարձնել բոլոր 6 առարկաներին, որ նա ընտրել է, որովհետև
հետագայում բու ընդունվելիս հաշվի են առնում նրա ատեստատի միջին գնահատականը։ Ասենք Օքսֆորդը պահանջում է ատեստատի միջինը մաքսիմում կարող է լինել 45 միավոր։ Ասենք Օքսֆորդը պահանջում է որպես կանոն մեր աշակերտներից 38-39 միավոր, ոչ ցածր։ Եվ որոշակի պահանջներ, որ ասենք եթե դու ես ֆակուլտետ ես գնում, անպայման մաթեմատիկական ֆիզիկա առարկան լինի բարձր մակարդակի։ Մյուսները ասենք ստանդարտ մակարդակի առարկաներ պետք է լինեն, ենթադրենք։ Եվ այդ առարկաներին ասենք պահանջում է, որ մաթեմատիկան եւ ֆիզիկան բարձր մակարդակի լինեն եւ 6-ից պակաս չլինեն։ Եվ ուսուցումը այդ դիպլոմատագրով արդեն անգլերեն լեզվով է լինում։ Հայաստանում անգլերեն լեզվով է, միայն մի առարկա կա, որ հայերենով է դա հայ եւ համաշխարհային գրականությունն է, շատ հետաքրքիր առարկա է։ Հիմա շարունակամ այնտեղ։ Այնպես է արված, որ երեխան 2 տարի բոլոր առարկաներն էլ սովորի, որովհետեւ Օքսֆորդ ընդունվելու համար հաշվի առնվելու նաեւ այդ գնահատականի միջինը, որ ձևավորվում է եւ մնացած բոլոր առարկաներից։ Բացի դա, այնպես է արված, որ երեխան միայն քննության գնահատականները չորոշեն, նա կընդունվի Օքսֆորդ թե չէ։ Այնպես է արված, որ վերջնական 7 մեկ առարկայի մաքսիմում գնահատականը 7 միավոր է։ Այդ 7 միավորից քննության ժամանակ նա ստանում է, ասենք, 65 կամ ասենք 70%-ը։ Այդ գնահատականի 30%-ը կամ 35%-ը ձևավորվում է 2 տարվա իր աշխատանքի արդյունքում, որն էլ ստուգում է, որ երեխան 2 տարի անդադար աշխատի գիշեր-ցերեկ։ Մոտիվացիան է մեծ այդտեղ։ Այդ դա ու հիմնականում ձեր շրջանավարտները, որովհետև եւ որպես դպրոցները մշտապես նշում են այդ լավագույն դպրոցները, թե իրենց աշակերտները որ բուհերն են ընդունվել։ Ավելի շատ որ բուհերն են ձեր շրջանավարտներն ընդունվել այդ դրսի։ Իհարկե, լավագույն բուհերը, ուրեմն այս տարի մեր շրջանավարտից 2 հոգի հրավեր են ստացել Օքսֆորդից, անգլիական մի քանի առաջատար հրավեր, որ ասում եք ստանում են ցուցանիշները ներկայացնում եք եւ բուհը հրավիրում է։ Արդեն հրավեր այդպես է։ Եվ կարող եք կրթաթոշակից օգտվելու Եվ կարող են, այո, այդպեսի, այո։ Դե բանը կարգը ուրիշ է։ Այդ միջազգային բակալավրիատի համարը համակարգի դպրոցները ճիշտ են դրսի համալսարաններում սովորել ցանկացող աշակերտների համար։ Այնտեղ համալսարանները իրենք են որոշում ում պետք է ընդունեն, ինչ անեն։ Միջազգային բակալավրիատի ցուցանիշները ներկայացվում են, դպրոցն է ներկայացնում։ Դպրոցն է ներկայացնում, այս երեխայի ցուցանիշները այդպես են, համալսարանը քննարկում է եւ ասում է հրավեր է ուղարկում։ Ասենք երեխաներ ունենք 5-6 համալսարաններից հրավերներ են ստանում։ Իսկ ինչու՞ չեք դուք էլ օրինակ կրտսեր եւ միջինի նաեւ միջազգային բակալավրիատի այդ մենք գտնում ենք, որ դա իմաստ չունի, անիմաստ ծախսեր է մեր համար, որտեվ մենք փորձեցինք։ Դա ծախս է ենթադրում։ Նաեւ դրացիչ ծախսեր, գրականություն, չգիտեմ, եթե մենք կարողանում ենք միայն վերջի 1-2 տարում այդ խնդիրը լուծել, ինչ իմաստ ունի այդպեսի։ Հա, մենք չենք, մեր համար դա բանը։ Մենք փորձեցինք եւ տեսանք, որ բանը մենք կարողանում ենք 2 տարում այդ խնդիրը լուծել եւ շատ լավ մակարդակի դե բանը, որպես գովազդ ասեմ, գիտեմ չի կարելի մեր շրջանավարտների միջին գնահատականը միջազգային բակալավրիատի աշխարհի միջին գնահատականից 3-ից 5 միավորով բարձր է։ Եվ դա նշանակում է, որ մենք այդ համակարգի լավագույն դպրոցներից մեկն ենք։ Գիտեմ, տեղյակ եմ նաև։ Մի ճիշտ նախ նշեմ, որ հեռուստադիտողների իմանա արդեն Քվանտ վարժան ունի նաև տարական դասարանցիների համար դպրոց է բացվել, չէ՞, արդեն տարական միջին։ Նվիրաբերած շենքի կառավարության աջակցության շնորհիվ է, որ 2 տարի առաջ մենք այդ գործը սկսեցինք։ Եթե կարելի է, կարող եք հեռուստադիտողի համար հրապարակել դպրոցի վարձավճարի կապված տեղեկատվություն։ Ուրեմն մինիմում մաքսիմում կարող եմ ասել, այս պայդրությամբ 58,000 մինչև 90։ 58,000 ամսական 10 ամսվա կտրվածքով։ 580,000 տարեկան, հա։ Տարեկան։ Ավագ դպրոցինը։ Չէ, ես ցածրից տարեկանից մինչև բարձրն եմ ասում, ամբողջ դպրոցի դիապազոնն եմ ասում, մաքսիմում մինչև 90,000 ամսական։ Դա մաքսիմումներն են։ Կան զեղչերի հստակ համակարգ, ասենք մեկ ընտանիքից երկրորդ, երրորդ, չորրորդ երեխաներին մեր զեղչեր են արվում, գումարած մեր մոտ շատ վաղուց գործում է օժտված երեխաների մրցույթը,
որի արդյունքում մրցույթի հաղթող երեխաները ստանում են տարբեր կարգի զեղչեր ընդհուպ մինչև անվճար սովորելու հնարավորություն, բացի դա ստանում են կրթաթոշակ։ Կրթաթոշակն էլ տալիս են մեր շրջանավարտները, որոնք ժամանակին սովորել են այդ օժտված երեխաների մրցույթում հաղթելու արդյունքով, նրանք արդեն բավականին լուրջ մասնագետներ են, լուրջ գործի տեր են եւ դպրոցին փորձման օգնում են այդ ճանապարհով։ Նո այս տարի մեր օժտվածների մրցույթում 47 երեխա հաղթեցին եւ տարբեր կարգի արտոնություններ ստացան, միջինում ասենք, եթե գումարենք 45%-ի կարգի։ Դա մեծ թիվ է։ Մի վերջին հարցը, ընդհանրապես լավ կրթության համար կամ լավ կրթական համակարգ ունենալու համար ոչ միայն կարևոր է դասագիրքը, շենքային պայմանը, ֆինանսները, այլ հասարակության ընկալումը, հասարակության վերաբերմունքը կրթության, առհասարակ կրթության որպես արժեքի նկատմամբ, եւ թե ինչպես է այդ արժեքը, որը տրվում է դպրոցում, հետագայում նաեւ բուհում, ինչպես է իրացվում ռեալ կյանքում։ Մեզ մոտ ցավոք հասարակության մեջ այդ ընկալումը չկա, որ եթե դու լավ կրթություն ունես, ապա դու կարող ես լավ բարեկեցիկ կյանքով ապրել, հա, որովհետեւ շատ հաճախ պաշտոններ զբաղեցնում են նաև կամ ազգամավոր են դառնում չկրթված ընդհանրապես կրթություն չունեցող մարդիկ։ Այդ դուք որպես տնօրեն աշակերտների հետ, որովհետեւ ամեն օր առնչվում եք, դուք ինչպես եք բացատրում, երբ որ աշակերտը հարցնում է, կներեք, այս падգամավորը ունի տարրական կրթություն, նա նույնիսկ չի կարող այբուբենը մինչև վերջ ասել։ Հիմա դուք ո՞նց եք բացատրում այդ երեխային, որ գիտես ինչ, պետք է այնուամենայնիվ լավ սովորել։ Կրթությունը ամենաբարձր արժեքն է։ Ուրեմն բանը իմ համար դա շատ հեշտ է, որովհետև բանը ունենք կոնկրետ օրինակներ, հատկապես այն օրինակներն են, այն երեխաներն են, մեր շրջանավարտները, որոնք գնացել են բնագիտական ուղղությամբ, ֆիզմատ, քիմկենս եւ այլ ուղղությամբ, եւ այսօր նրանք ամեն անգամ Երևան գալիս, ես խնդրում եմ բոլորին, որ հանդիպեն աշակերտներին եւ տեսնեն, թե նրանք ինչպիսի հաջողություններ ունեն։ Արտերկրում։ Ոչ միայն արտերկրում, այսօր Հայաստանում պետք է ուրախությամբ ասել, բավականին լուրջ աշխատավարձ են ստանում մեր ֆիզմատ հոսքի շրջանավարտները, որոնք աշխատում են մասնավոր սեկտորներում, միջազգային կազմակերպություններում, եւ նրանք ամեն անգամ դպրոց գալիս երեխաների հետ միշտ հանդիպում են, խնդրում են ոչ տեղական ընկերություններում, ավելի շատ դրսի ընկերություններում, եւ բանը համատեղ ընկերություններ են, կան նաեւ տեղական ընկերություններ, ես մեր այդ ոլորտը այսօր ՏՏ ոլորտը այդպես ասեմ, այսօր Հայաստանում բավականին լուրջ զարգանում է եւ մեծ թվով աշխատատեղեր կան թափուր։ Ես գիտեմ, որ շատերի մոտ բարձր աշխատավարձով, բայց համտեսան մասնագետներ չկան։ Պետք է ասեմ, որ այդ ուղղությամբ մեր նախարարությունը եւ ասենք Սինոպսիսը, Յունիկոմպը եւ Վիվասելը շատ լուրջ քայլ են կատարել ավագ դպրոցում, որը միշտ շատ է դուր գալիս, հրաշալի մոդել կա արդեն երկրորդ տարին է, երբ հատուկ ծրագրերով մեր աշակերտները ոչ միայն մեր այլ հանրապետության չէ, դա միկրոէլեկտրոնիկա է կոչվում է ծրագիրը, տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ հեռահաղորդակցություն, այդ ծրագրով սովորում են շատ հետաքրքրությամբ երեխաները արդեն դպրոցը ավարտելուց հետո կարելի ասել, որ մասնագետ են, միջին մակարդակի մասնագետներ են եւ ինչ որ բան կարող են ինքնուրույն անել, հաճույքով են սովորում, գործնական պարամունքներ անում, դա շատ լավ է։ Եվ մեր դպրոցը չի լաբորատոր պայմաններում նաեւ։ Հա, այսօր 5 դպրոց ընդգրկված են այդ ծրագրի մեջ, քվանտը, ֆիզմատը, ֆոտոնը, էվրիկան եւ պոլիտեխնիկի վարժանը, այնպես որ մեռած չի հանրակրթությունը։ Այսինքն հեշտ է ձեզ բացատրելը։ Բա ինչ եք ասում, որ ասում է ինչու նա կրթություն չունի, բայց падգամավոր է ու պիտի օրենք գրի մեզ համար։ Դե լավ սովորի տղա ջան, գնա դու էլ դառնիր падգամավոր եւ գրի լավ օրենք։ Անկեղծ ասած նման խնդիրներ չեն առաջանում, նորմալ է, ինչ է եւ մեր մոտ դաշտը այդքան ահավոր չի։ Ուրիշ տեղեր պետք է նայել, ուրիշ տեղերում ինչ կա։ Ասենք ուրիշ երկրներում էլ որ նայենք այդպես եւ կոռուպցիոն ռիսկեր ամենտեղ կան։ Այսինքն նաեւ աշակերտին մոտիվացնում եք այդ հաջողության պատմություններով։ Իհարկե, այդպես պետք է լինի։ Էս է մեր երկիրը։ Երեխան պետք է երկիրը սիրի, երկիրը պետք է սիրի, մենք օրինակ երեխաներին տանում ենք ռազմամարզական ճամբար, ՆԶՊ պարամունքները այնտեղ ենք անում։
Այնտեղ արդեն երեխան շփվում է, մի խոսքով երկրի համար կյանք տա այն մարդը, որը կապված է հող ու ջրին։ Իսկ չկան, որ ասում են, որ պետք է գնալ այս երկրից։ Նաև այդպիսի։ Իհարկե այդպիսիներ են լինում, բայց ուրախությամբ որտեղ իրենք ամենաշատն են զգում անարդարության զգացումը, շատ ցավոտ են տանում։ Գնացողների համար իհարկե առաջի մոտիվացիան անարդարությունն է, բայց միևնույն է շատերը ովքեր որ կապված են, ասենք երկրի հարազատի հող ու ջրի հետ, նրանք միևնույն է վերադառնում են։ Այդ խնդրի մասին առանձին մեծ թեմա է, հիմա մենք չենք ասնի։ Շնորհակալ եմ պարոն Վարդանյան, շատ հետաքրքիր զրույցի համար, շատ կարևոր գործ եք անում ու Աստված անի, որ նման դպրոցները մեր հասարակության մեջ շատանան ու շատերը կարողանան նաև իրենց թույլ տալ օգտվել։ Ձեզ եմ Շնորհակալ շնորհակալ եմ։ կրթության խնդիրներին անդրադառնալու համար, Որքան որ ստացվեց Սերժ ժամկետում։ ներդրում է կրթության ոլորտում։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ, պարոն Վարդանյան։ Հարգելի հեռուստադիտող, այսօր այսքանը, կհանդիպենք հաջորդ կիրակի, բարի գիշեր։